Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Բարգավաճ Հայաստան ցուցակով առաջադրված Սուրեն Սուրենյանցը, բարև ձեզ, պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Եվ այսպես Հայաստանի ուղղությամբ հայտարարությունները շարունակվում են, պաշտպանության այսպես հրապարակ եկան ոչ ավել ոչ պակաս Զելենսկին եւ Սահակաշվիլին, Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր հարևան լսեց, թե ինչ ասվեց ՀՀ-ի մասին, որի ժողովուրդը միակն է ու իրավունք ունի որոշում կայացնելու եւ ընտրի իր երկրի ապագան, այնինչ Ռադան ասում է ՀՀ-ի մասին, իրականում միայն ՀՀ-ի մասին չգրել է Վլադիմիր Զելենսկին ու ինչ որ բաներ, գիտեք որ Սահակաշվիլին էլ, այստեղ մնում ասել կամ Զելենսկու Սահակաշվիլի հույսին մնաց կամ այդ ճակատագրին արժանանաս, չէ, ճակատագրին Զելենսկու հետ կապված չէ, որտեղ այդտեղ ժողովուրդը մեղք չունի, այսքան զոհեր բաներ եւ նաեւ մենք գիտենք քանի որ երկու օր առաջ եղել այսպես հիշեցման կարգով Լուկաշենկոն եւս խոսեց հայ ժողովուրդը պետք է զգուշ լինի Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս որպեսզի չկրկնի Ուկրաինայի ճակատագիրը հայտարարել է Լուկաշենկոն դուք դա հիշում եք որպեսզի նրանց հայրերը ովքեր նոր են դուրս եկել մի պատերազմից դրա պատճառով չհայտնվեն ծանր իրավիճակում եւ դրանից առաջ հիշում եք որ նաեւ Պուտինն էր զգուշացրել Հայաստանում կարող է գազի հետ կապված բարդ իրավիճակ ստեղծվել եթե դադարեցնեն ՌԴ-ից մատակարարումները սակայն ՌԴ չի ցանկանում իրավիճակի սրում ասել է ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այսօր արդեն կարելի ասել հա մինչ այդ ուրեմն ինչի ասել էկոնոմիկայի նախարարը խնդրում եմ ձեր ուշադրություն չգիտեմ հասցրել եք ընթերցել թե չէ Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքների իրացման այլընտրական շուկաներ եւ պատրաստ է տնտեսական առավելությունների դիմաց զիջել ինքնիշխանություն եւ անկախության հարցը ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այս ամենով հանդերձ Նիկոլա հայտարարել է, քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար, կամ ԵՄ անդամության տեխնացուի կարգավիճակը շատ մուշ չէ, որևէ հանրաքվե անելու անտրամաբանական է եւ այլն պատասխանել է Պուտինը, որտեղ ինքը խորհուրդ էր տվել գնալ եւ անցկացնել։ Իդեպ վաղը արդեն վերջին օրն է արգելվում է ընդհանրապես ձգան արտահանումը Ռուսաստանի Դաշնություն եւ մենք գիտենք որ գյուղմթերքների 90-95%-ը գնում է միայն անգամ կա որ 98%-ը գնում է միայն Ռուսաստանի Դաշնություն ինչ է մեզ սպառնում շատ լավ էր ասել ձեր ցուցակի առաջին անձը Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ մեզ բերեց ասեց խաղաղություն են բերում բայց իրականում արդեն բերեց ռեալ իրական տնտեսական պատերազմ Ռուսաստանի Դաշնության հետ ինչ է սպառնում հայ ժողովրդին եւ արդյոք մենք ապրենք են օրեր ինչ որ տեսանք 90-ականներին Սով եւ Սառնամանի Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին ինձ թվում է այս կամպանիայի ամենանշանային հայտարարություններից մեկն էր ճիշտ բնութագրող Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը տեսեք ես առիթ ունեցել եմ ձեր տաղավարում էլ ասեմ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը տարբեր փուլերում միշտ բնորոշ է եղել արկածախնդրությունը 18-20 թվերին միշտորդներին առամարելու մերժելու այդ արկածախնդրությունը բերեց 44 օրյա պատերազմին ու ազգային ողբերգությանը հիմա նա նոր ավելի մասշտաբային արկածախնդրության մեջ է իդեպ ես ուզում եմ սա հատուկ ասել որովհետև ստրատեգիական կուրսի փոփոխություն այսինքն ռուսական հովանոցից դուրս գալը եւ իրանք պրոարևմտյան կուրս են հռչակել բայց դա ակնհայտորեն ադրբեջանական վասալիտետի նախապայմաններ ընդունելու քաղաքականությունը բերելու է նրան որ մենք որպես պետականություն կանգնենք կոլապսի առաջ սա մեկ Այդ որ ինքնիշխանության մասին է խոսում այդ Պապոյանը ծիծաղս գալիս է, որովհետև Հայաստանի հետ հիմա ով խնդիր է ունենում հանրաքվե է պահանջում։ Իլհամ Ալիևը իր հանրաքվեն է պահանջում սահմանադրության փոփոխության, հիմա ԵԱՏՄ 4 առաջնորդները երկրների էլի հանրաքվե են պահանջում։ Սա ուղղակի երկու բանի մասին է խոսում, որ ինքնիշխանությունը համարում են Հայաստանի խիստ սահմանափակված եւ ամեն հարցով դիմում են ժողովրդին, այսինքն Նիկոլ Փաշինյանի խոսքը այլևս գրոշի արժեք չունի որևէ մեկի համար եւ թե Ալիևը թե մյուսները, ով որ Հայաստանի հետ գործ ունի,
ասում է որ քանի որ Նիկոլ Փաշինյանը ինքը ընդհանրապես ստի վրա է կառուցում քաղաքականություն, բոլորը հոգնել են գործ ունենալ նրա պապայի արևների հետ։ Մեկ էլ շատ ինքնիշխանության դրսևորում է, որ 40 րոպե այցի ընթացքում օգտական հանածոների վաճառքի իրավունքը զիջեցին Միացյալ Նահանգներին Ռուբիոյի 40 րոպեանոց այցի ընթացքում։ Դա ծիծաղալու է, որ իրենք ինքնիշխանության մասին են ընդհանրապես խոսում։ Թույլատրելի պարադ, թույլատրված ավելի շուտ, հա, Ալիևի կողմից թույլատրված պարադ եւ այլն եւ այլն։ Ինչ մնում է այն իրադարձություններին, որ ԵԱՏՄ-ում կատարվեցին։ Ուրեմն մեր իհարկե այսօր զանգեր ունեցել Հեսա դրան է կանրադառնամ, որտեվ այդ զանգը լրիվ ուրիշ լույսի ներքո է։ Ուրեմն միանգամից ասեմ, որ այն ինչ որ կանխատեսել ենք մեր նախորդ հաղորդմանը եղել է, այսինքն դեղին քարտ են ցույց տվել Աստանայում Հայաստանի, շրջադարձային նիստ էր դա Հայաստանի համար, որովհետև երբ որ քեզ ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր ամիս, որ կամ վերանայում ես այդ քաղաքականությունը, արմատապես փոխում ես ընթացքը, ընդ որում այնքան պարզ են հայ ժողովրդին բացատրել, ասում են մեր հաշվին եվրոյենտ է գնում, թույլ չենք տալու։ Սա ի՞նչ է նշանակում։ Դու եկամուտներ ես ստանում մաքսային արտոնությունների շնորհիվ, դնում ես մի հատ քաղաքական կուրսի վրա, որը Ռուսաստանին հակառակ է։ Ինչ է նշանակում։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հասկանա, այստեղ Ռուսաստանին, այո, մեր հաշվին կոմֆորտ զոնայում ես գնում։ Բայց ես ուզում եմ մեր ժողովուրդը հասկանա, այստեղ։ Հետո ես այս բանով տալիս ես, ասես ես գնում եմ։ Այստեղ Ռուսաստանի սիրել չսիրելու խնդիրը չի։ Օվերչուկի մի հայտարարության վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, որ ինչ էլ լինի, մենք ռուսական գազ ենք սպառելու։ Այս հատուկ ասվե, ու շատ ճիշտ ասվե։ Ադրբեջանը, եթե նույնիսկ ընդունենք, որ Ադրբեջանի միջոցով կամ այլ երկրի միջոցով ես դու գազ ստանալու, որ սրանք ասել են, չէ՞, տես բան պետք լինի Ադրբեջանից էլ։ Ադրբեջանը գազային այդքան պաշար չունի, որ քեզ գազ տա, այսինքն էլի վերցնելու է ռուսական գազը։ Այդ 3 անգամ թանկ ծախի։ Այսինքն ով էլ քեզ վաճառի, ռուսական գազա վաճառելու։ Հիմա ես ուզում եմ շատ հստակ մենք հասկանանք, այստեղ հարցը այն չի, Ռուսաստանին մենք սիրում ենք, չենք սիրում եւ այլն։ Այստեղ շանտաժի մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետեւ մի երկիրը երկու մաքսային միության անդամ լինել չի կարող։ Ու երբ որ Նիկոլ Փաշինյանը այսօր զարմացած առավոտը լայվ էր մտել ինչ էր արել, ասում էր մենք ԳՄ-ին անդամակցելու օրակարգ էս պահին չունենք։ Հիմա ինչի դեռ թռավ։ Քեզ օրենք ընդունել։ Դու օրենք ես ընդունել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Մեծ հաշվով ժողովրդին մեր։ Իհարկե ժողովրդին է Լուկաշենկոն ասել էր, չէ՞, ինչ է ստում ժողովրդին։ Ինչ է, եթե իրականում ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ գործնական քայլ չկա է, դու դարձել ես ԵՄ-ի գործիքը Ռուսաստանի դեմ։ Ու ինա շատ մտահոգի, որ դուս գրված գործիչներն են իրան պաշտպանում։ Սաակաշվիլի, Զելենսկի։ Զելենսկին դուրս գրված է։ Եթե այսօր որ րոպեին խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտեցավ, Զելենսկուն փոխարինելու են։ Զելենսկին այսօր որևէ մեկին պետք չի։ Ինքը տենց գագաթա ժողովերին քաղաքական ծառայությունի դեր է կատարում։ Այսինքն երբ որ Ռուսաստանին ուզում են, չնայած հիմա բանը հացին վայս է եղել Նիկոլ Փաշինյանը եւ այլն, այսինքն այդ առումով բան ունի։ Հիմա տեսեք 15% հնայի կրճատում ալնելու Հայաստանի, եթե էներգագիրները թանկանան։ Ես ուզում եմ ժողովուրդը լավ պատկերացնի։ Էներգագիրի թանկացումը մենակ այն չի, որ մենք տան հոսանքի ու գազի համար շատ ենք վճարելու։ Հացի գինը։ Դա համակարգաստեղծ բաղադրիչ է, այսինքն ազդելու է ամբողջ արդյունաբերության, տնտեսության եւ այլնի վրա։ Այսինքն մենք մոտավորապես 30%-ով սկսելու ենք ավելի վատ ապրել։ Հələ պատկերացրեք, առանց այդ էլ բավականին աղքատ հասարակություն է, 30% ավելի վատ ապրի։ Դա բերելու է արտանումների ծավալների էական կրճատումը, բերելու է գործազրկության աճին, անկամներով, սոցիալական լարվածության։ Դա բերելու է աշխատատեղերի կրճատման։ Այսինքն դա կատաստրոֆիկ հետևանք է լինելու։ Այդ 5 միլիարդ դոլարը այդքան է կազմում 15%-ը։ Քեզ ոչ մեկ չի տալու։ Ուղղակի ոչ մեկ չի տալու, որովհետև այդ ժամանակ Մակրոնը
X բլոկում կարտացվի, որ Ֆրանսիային այդ 5 միլիարդը հենց հիմա շատ պետք է, ինքը ոչ մի կոպեկ չի կարող տալ։ Միացյալ Նահանգների համար ընդհանրապես հետաքրքրություն չես ներկայացնում, որովհետև իրանք այդ տրիփին կոպեկ չեն հավատում, իրանք ինչ կարան քեզանից պոկում են ու շատ իրանց տեսանկյունից ճիշտ են վարվում։ Մեկ էլ մի այդպես պսևդո արևմտամետների խումբ ունենք, չէ, որ վայ Ռուսաստանը ինչ դաժան է, բան։ Երևի շատ հումանիստ Ռուսաստանը կլիներ, որ բանը, ասենք Մադուրո օպերացիա իրականացներ։ Բա ամերիկյան կիսագնդում, որ պետությունը համարձակվում է ամերիկյան շահերը տրորել, կամ Կուբայի պես շրջափակվում է տոտալ, կամ Մադուրոյի պես գողանում է, ոնց որ Վենեսուելայում, ինչի համար Մադուրոյին գողացան։ Դեռ քաղաքականություն էր վարում, որը սպասարկում էր Ռուսաստան, Չինաստան, այդ երկրների շահերը եւ հակադրության մեջ էր մտնում ամերիկյան շահերի հետ։ Ինչ որ մեկը քննադատեց Թրամփին դրա համար։ Կամ որ Թրամփը իր դաշնակից Իսպանիայի դեմ բարձր մաքսատուրքեր է սահմանում քաղաքականության պատճառով, ինչ որ մեկը մեղադրում է։ Բնականաբար ոչ։ Որտեղ աշխարհակաղակականության հիմքում անվտանգային եւ նյութական շահերն են։ Ինչ է մեզ սպառնում։ Մեզ սպառնում է տնտեսության կոլապս, որը կարող է բերի պետականության կոլապսի, եթե այս կուրսը շարունակվի, որովհետեւ մեր տնտեսական կայունությունը փուչի կա, եթե չկա ռուսական էներգակիրներ էժան։ Այսինքն, ավելի պարզ ասեմ, այս պահին 160 եվրո է կազմում 1000 խորանարդ մետրը 1 բարելը մեծ տրվող գազի, օրինակ ամենաէժանը Եվրոպայում $638։ Հիմա դուք դες թվերը համեմատեք, տեսեք ինչ հետևանքների կարա բերի։ Սա մեկ, բայց սա մի կողմն է։ Խոպանչիները միգրանտի կարգավիճակ են ստանում։ Դրա մասին եւս խոսեց Պուտինը։ Հա, դրանից բխող բոլոր հետևանք, տրանսֆերներ էլ չես կարա ստանաս։ Ամենայն դեպս այն չափի, որ ստանում ես, չես ստանալու։ Ու հələ ես անվտանգային խնդիրների մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ մաքուր, այն օրը մի հատ բան էին ցույց տալի, կարծեմ Արմբլուրն էր այդ ռեպորտաժը սարքել, երբ որ մի մարդ, ես տես արդեն տասնյակ մարդիկ գիտեմ, հենց իմ շրջապատից, ծաղկի բիզնեսով զբաղվում մի մարդ, հուսահատությունից ծաղիկներն էր ջերմոցում ջարդում։ Որովհետև այդ մարդը արդեն իր հեռանկարը դա վաղը տարածվելու է ձկան, մրգեղենի, խմիչքի, արդեն ջերմուկի պրոբլեմա կա, այդ ջերմուկը պետք չի ուրախանալ, որ մի հատ իշխանամերձ օլիգարխա տուժում։ Այդ իշխանամերձ օլիգարխը չի տուժելու։ Զանգվածային աշխատատեղեր է կրճատելու, որ այդ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ։ Հետո էլ թանկանալու է այստեղ։ Հետո թանկանալու է, տեսեք։ Ու այս ֆոնին ի՞նչն է հետաքրքիր, բռնում են Евronewsում, մի հատ հարցում են մի հատ ընկերության անունից հրապարակում, որը 2/3 է բանը Փաշինյանը։ Հա։ Այսօր այդ կազմակերպությունը հերքում ասում։ Ո՞նց է բացատրում դա, ինչու։ Հուսատ քայլեր է, բա պիտի իրանք մոլդովական սցենարը, որը ես դրել եմ, անուն եմ արդեն տվել, հարամություն։ Մոլդովական սցենարը, քանի որ այդ մոլդովական սցենարը մեզ տանում է վիլայեթեսմա, ես հարամ բառն եմ ընտրել, էլի թուրքական բառ, ասում եմ հարամություն։ Հիմա այդ հարամության մի քանի սցենարներ կա, որ իշխանությունը պատրաստվում անել, բայց միջև դրանց անդրադառնալ այդ Պուտինի զանգին։ Այո։ Հիմա իշխանության ռոպագանդան վերջին ժամերին դա ներկայացնում է, որ տեսեք, դե ոչ մի խնդիր էլ չկա բանման, Պուտինը զանգում է։ Ուրեմն ինստիտուցիոնալ կառուցվածություն ունեցող երկրներում դրանք, քանի որ մենք դաշնակցային հարաբերությունների մեջ ենք, պրոտոկոլ կա։ Այդ բաները կանոնակարգվում է պրոտոկոլով։ Օրինակ, մայիսի 28-ին Ադրբեջանի շնորհավորեցին, մեզ չշնորհավորեցին։ Դա էլ է պրոտոկոլով, որտեղ մեր հիմնական անկախության տոնը սեպտեմբերի 21-ն է։ Այդ զանգն էլ, հետո զանգում ինչ։ Առաջի ձեռով տեղյակապահ է հետևանքների մասին։ Բայց Պուտինը երբ է թաքցրել, որ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին էլ են շփվել, լսել ենք, չէ՞, ինչ էին խոսում։ Այսինքն ինչ են ենթադրում, որ Պուտինը զանգել է, բանը, ասենք, բանի Ենոքավանի խոսք երթելու մասին են խոսացել, մի հատ էլ բանի տրամադրությունը բարձրացել է Փաշինյանի։ Ասվել է այս հետևանքների մասին։ Մինչև դեկտեմբեր Հայաստանը շատ կոնկրետ ժամանակ ունի։
Առաջի բանը этаպը բնականաբար Երկար ժամանակ չեք ասում, պարոն Սուրենյանց։ Մյուսնից այդ ժամանակը։ Հա։ Չէ, սանկցիաները լինելու են։ Կոնկրետ վաղ արդեն մենք ծաղիկը Չէ, ինստիտուցիոնալ առումով ուղղակի քեզ յատամից դուրս կա։ Հա, դրա մասին եք խոսում։ Այդ արդեն կլինի ընդհանրապես։ Իմիջիայլոց դե այդտեղ հազար ու մի բաներ են Հիմա բացահայտել այդտեղ։ սրանից բխող մի բան ասեմ։ Այս սրանք սենց բան են, ոնց որ այն ցուլին կարմիր լաց ցույց տա, սենց որ խոսում ես այդ 300,000 ադրբեջանցու բանի։ Սրանք չեն հասկանում, որ այդ վերադարձ կոնցեպցիան առաջին հերթին տնտեսական կլանման ձևով է տեղի ունենալու։ Այսինքն, երբ որ դու այդ մաքսային արտոնություններից բանից յատամեի զրկվեցիր, հաշված շաբաթների ընթացքում կլանվելու ես թուրքական եւ ադրբեջանական տնտեսությունների կողմից։ Հաշված շաբաթների ընթացքում։ Հենց տնտեսությունը Բաթումիում ո՞ց թուրքական տարուժ եղացավ։ Այն բանից հետո, երբ որ կլանվեց այդ Աջարիայի տնտեսությունը Թուրքիայի կողմից, սկսեց թուրքական տարը ավելանալ։ Բա բիզնեսմեններ են գալիս են ներդրում են անում, հետո ենթակառուցվածքներ են ստեղծում։ Ենթակառուցված ստեղծում են մարդ են բերում բնակեցնում։ Այսինքն այդ բանը որ այդպես հերքում են, իրանց պատե են տալի։ Այն որ դուք դրեցիք Ալիևի խոսքը, թե ուրիշ չէ 168-ում է դրվեց։ Այսինքն Ալիևի խոսքը կա, ելույթներ կա, սխեմա կա այդ արևմտյան Ադրբեջանի կազմակերպության ոնց է աշխատում։ Երեք չառաջոր Ադրբեջանի պարլամենտում Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահ Ահմեդովը։ Այո, հստակ ասեց, որ առաջարկ արել։ Տրիպը կոչել Իլհամ Ալիևի անունով։ Դուք այդ կատակ մի նայեք, իրանք շատ լավ հաշվել են, դե լավ էս մարազմատիկ ծերունուն մի 2-3 տարի է մնում, 2 տարի ու կես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ Հենց հետո ոչ կարա առաջադրվի, ոչ կարա բան ունի։ Զանգեզուրի միջանցքը, որը դառնալու է արևելք-արևմտյան միջանցք, Չէ, ես իրաց լիստի մասին եմ ասում։ Գիտեմ, ուղղակի ասեմ, սա է լրացում կառուցվելու է համաձայն 2020-ի։ Հիմա այս Տրամփը գնաց ասել են տրիպը լավ անուն չի, բերեք Ալիևի անունով դնենք այդ, ամել հայ-ադրբեջանական եղբայրության խորհրդանիշ կլինի։ Հա, հիմա տեսեք, այս իրավիճակում այս արկածախնդրի բախաղությունն էր խոստանում, Ծառուկյանը ճիշտ է ասում, դու տնտեսական պատերազմ ես բերում։ Իդեպ Ռուսաստանի հետ հակադրությունը մեր համար ավելի ծանր հետևանքներով ավարտելու, քան 44 օրյա պատերազմն է եղել։ Վստահ եղեք, որովհետև հələ Ադրբեջանի Ռուսաստանի քաշային կատեգորիաների տարբերությունը նայեք։ Ձեզ թվում է կատակ են անում, որ ուկրաինական սցենարի մասին են մեզ հիշեցնում։ Բա Ուկրաինայում էլ հո բանը, թե ուկրաինացի բանը էթնիկ առումով ռուսներին շատ օտար էին։ Այն նույն ազգն են համարյա, այդ մենք էթնիկ քաղաքակրթական ընդհանրություն ունենք, ոչ թե էթնիկ ռուսների հետ, բայց իրանք էթնիկ ընդհանրություն ունեն։ Այսինքն այս տիպի արկածախնդիր կամ էլ ում էս էլի փորձում։ Այսա պարոն Ծառուկյանն էլ է խոսել, որ տնտեսությունը այսօր քանդման եզրին է կանգնած, որովհետև իրենք բոլորը հասկանում են, թե ինչ աղետ է եւ ինչ է սպառնում։ 90-ականների երանի են տալու, եթե այս ամեն ինչը տեղի ունենա։ Փոքր եւ միջին, ամբողջ բիզնեսը։ Ավիրվելու է։ Նախ խոշոր բիզնեսն էլ է շատ ուժեղ դուժելու, նոր ջերմուկի մասն ենք խոսում, դա խոշոր բիզնես։ Շատ ուժեղ է, բարից բուն է։ Բայց փոքր եւ միջին բիզնեսը ուղղակի ոչնչանալու է։ Իր բոլոր հետևանքներով, թող չնստած մտածելն էլ ասել, դե նայանում իր վրա է անդրադառնում, իր բոլոր։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Արարատյան դաշտավայրի ամբողջ տնտեսություններ Ջերմային տնտեսություններով կամ ծաղկի կամ մրգի կամ էլ ձկնագործության վրա է, չէ, բոլորս գիտենք այդ։ Հիմա այդ մարդիկ չեն կարող իրացում ապահովել։ Ինչ են անել։ Իմիջիայլոց սրանք որ երկու վագոն հանկարծ Ադրբեջանից բենզին են բերում, էլի մասնավորով է, չէ՞ գալի այդ երկաթողով որ գալիս է։ Դա էլ ասեցին թանկացնելու ենք։ Հա, բայց ինչ են անում, կանգնում ասում են, տեսեք մեր խաղաղության շնորհիվ է։ Որ հիմա խնդիր առաջանում Ռուսաստանի հետ, կային ասում են դե ստանդարտները եւի չի համապատասխանել։ Այս սենց բան, ես էլի եմ կրկնում։ Ու Մոլդովայի թո չհամեմատվեն, հա մոլդովական սցենար, որ անդադ խոսում ենք, չէ՞։ Մոլդովանը էգզիստենցիալ խնդրի առջև կանգնած չի։ Եկեք այս տարբերությունը մեր ժողովրդին, եկեք մեր տարբերությունը շատ հստակ բացատրենք։
Մոլդովայի ժողովրդի առնվազն 40%-ը, եթե չեմ սխալվում, եթե ոչ կեսը, Ռումինիայի քաղաքացիությունն է։ Այսինքն, այդ մարդկանց կենսամակարդակը ռուսական սանկցիաները կարող են չազդենել, որտեվ իրանք նախ ընդհանուր սահման ունեն Եվրամիության հետ Ռումինիայով։ Երկրորդը շատ պարզ ասենք, այդ Ռումինիայի քաղաքացիությունը իրանց որոշակի ազատություն ա տար։ Իրանցը իսկապես Ռուսաստանին հակակշիռ եվրոպական ընտրություն ունեն այդ մարդիկ։ Դու մի հատ եկեք ես մի բան էլ ասեմ, 1993 թվականին ընդունվել է Կոպենհագենի հռչակագիրը Եվրամիության, որով չափանիշներն են սահմանվում, ոնց կարա ինչ-որ պետություն դառնա ԵՄԱ անդամ։ Եվ անպայման դու պետք է ունենաս ցամաքային կամ ծովային սահման Եվրամիության հետ։ Պատկերացրեք, Վրաստանը ընդհանրապես հեռանկար չունի Եվրամիության, Թուրքիան Հայաստանն էլ չունի, լրված անդե, հա, ասենք անդամության տեխնացիա։ Այսինքն արկածախնդրության մասշտաբը պատկերացրեք։ Այս իմիջիայլոց որ Եվրոպայից եկած լուրջ գործիչների հետ անդամակցության թեմայով խոսում ես, չէ՞, մասնավոր։ Իրանց առաջին ռեակցիան է սարնում, ասում է դու մեզ ես ծաղրում, թե կատակ ես անում։ Որովհետև ընդհանրապես Բրյուսելում նման հարց գոյություն չունի։ Դու սեպան իմիջիայլոց հիշեցնեմ 2017 թվին ակնկվել միջև հեղափոխությունը։ Սեպայի 60%-ն էլ չես արել։ Պարոն Սուրենաս, մի հարց տամ, հա հիմա այստեղ ուզում ենք ասենք թե 3 չառաջորդ օր պարոն Զորաբյանի հետ էի այս թեմայով, հա, խոսում։ Շատ կոնկրետ բան եմ ասում։ Քիչ առաջ թվերով ներկայացնում եմ 16 դպրոց ծրագրավորված սահմանամերձ գյուղերում տավուշ փակվում է Տավուշում։ Սահմանի գյուղի դպրոց։ 27 դպրոց Սյունիքում։ Այո։ Եվ այսպես շարունակ, եւ մեկ էլ Գյումրիում, գյուղերում, ահա։ Հիմա սա պատահականություն է։ Ոչ։ Ուրեմն գնում են շարունակում եմ, գնում են խաղաղության իբրև թե։ Գերիների մասին բացարձակ խոսակցություն չկա, սա պատահականություն է։ Չէ։ Ահա։ Հայաստանի ինքնիշխան, ինչպես ասում են իրենք, Ալեննա, այն մեկնա տարածքից դուրս եկել Ադրբեջանը։ Սահմանազատում, սահմանագծում ընդհանրապես քանի տոկոսներ 12 կիլոմետր։ Ահա, մնացածը չկա։ 1000 կիլոմետր։ Հարց, սա պատահականություն է։ Ոչ։ Ահա։ Հաջորդ հարցը, դուք պարզ է, չէ՞, դուք ինքներդ ներկայացրեցիք, իրենք գիտակցում են, եթե դու գնում ես հակառուսական տրամադրություններով, շատ կոնկրետ, դու բերում ես այն երկրների ղեկավարներին, ովքեր ասում են, մենք պատերազմի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր թշնամին է, բերում է Զելենսկուն եւ այնտեղ ապուշները նստած չեն Ռուսաստանի Դաշնությունում, քո լրատվամիջոցներով, քո բլոգերներով, քո գործիչներով ամբողջ օրը հակառուսական։ Սա պատահականություն է։ Չէ, մեկին էլ բերել էին։ Այն բանկա, Կուխայրկա մի հատ կա, Ծիխանովսկային։ Պատահականություն է, ահա։ Հիմա հետեւաբար այս բոլոր այս մի շղթայի մեջ որ տեսնում եք, ի՞նչ անում եք։ Տեսեք, դպրոցները հայ ժողովրդի գլխին, այս ամբողջը որ տեսնում եք, ի՞նչ անում եք։ Դեսեն որ ձեզ ասեցի։ Սա մեջը որ դուք հանցագործության վկաներին, այսինքն սա նշանակում է կնիքը դնել Հայաստանի չգոյության։ Իմիջիայլոց ասեմ, այդ դպրոցների օպտիմալացման տակ են անում, իբր այսքան դպրոցական, եթե այսքանից պակաս է, փակում։ Ներկայացրեց Արամ Մանուկյանը 90 հոգի դպրոց, որ գյուղներ չարդախ։ Չէ, ես ուրիշ բան ասեմ։ Չինար։ Ուրեմն կարակ պարոն Նահապետյանը ձեր մոտ հաճախալնում հարցնեք։ 2 ամիս առաջ ես ու պարոն Նահապետյանը գնացել ենք Տիգրանաշեն գյուղ։ Երկու հոգի ենք եւ մի լրագրող մեր հետ։ Գնացել ենք Տիգրանաշեն գյուղ։ Սեփականության իրավունքը գրանցված չեն գրանցում։ Ենթադրենք մեկը տուն առե։ Չեն տալիս, բարձր։ Սևակավանի վրա են գրանցում։ Հասկացաք, չէ՞ ինչ եմ ասում, Կողի գյուղի, որը դե ազգման ենթակա չի։ Ուրեմն ես մտել եմ Տիգրանաշենի դպրոց, զարմացել եմ։ Երևանամերձ շատ գյուղեր Երանի կտային, որ տենց կահավորված, լավ դպրոց։ Նույնն էլ է դպրոցը, որ փակում է գեկարուցած բան։ Սեպտեմբերի 1-ից փակում են։ Ինչ է նշանակում։ Դա նշանակում է Տիգրանաշենը արդեն ծրագրավոր վերջացավ, նույնն էլ է Տիգրանաշենը։ Էն էլ ասեմ, պարոն Նահապետյանն է կհաստատի, ուրեմն երբ որ գյուղացիների հետ զրույց էին կբռնվել գյուղում, դե 40-50 մարդ է ապրում, լավագույն դեպքում են էլ էս ամառային սեզոնին։ Դե պարզա
Մի անգամից մի խոսքով գյուղապետին տեղյակ պահեցին, Սևակավանի ու դրա գյուղապետը նույն մարդն է։ Գյուղապետը մի անգամից եկավ գյուղ խոճապար, ասեցին մարդիկ են եկե, հա, այտենց ինչ-որ եւ այլն, հա, որ մենակ ճիշտ ճակերտների մեջ ճիշտ ինֆորմացիա տան։ Էս մեկ, երկրորդը, դուք ուզում եք ասեք խաղաղության հատկանիշներ կա թե չէ, իհարկե չկա։ Խաղաղությունը դուք մոռացաք մի հատ կարևոր բան ասեք։ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են Հայաստանի նկատմամբ իրականացնել թշնամական ակտ կամ պատերազմական ակտ, որտեղ մենք շրջափակման մեջ ենք։ Շրջափակումն էլ իրանք են անում, չէ՞։ Չի դուրս չեն եկել Հայաստանից։ Ուրեն գերիները։ Իրանք դուրս չեն գալու Ուրեն գերիները, տեսած են Եվրոպան, մի գերի չվերադարձրեցին։ Ոչ մի գերի էլ չեն վերադարձնելու։ Այսինքն վերադարձնելու են նախապայմանի դիմաց, այսինքն իրանք են պահել են, որպեսզի առևտուր անեն։ Դու ես կանես, մի հատ շատ սկզբունքային զիջում են կորզում Հայաստանից։ Մի խումբ բաց են թող։ Էլ չեմ ասում, որ այն ռազմաքաղաքական ղեկավարության մասին զրույց էլ չկա։ Ես նկատի ունեմ ոչ հայտնի ռազմա։ Իհարկե, այս տարբերություն չեմ դնում հայտնի ոչ հայտնի հարցը չի։ Բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ նրանց մասին ընդհանրապես հիշատակում էլ չկա։ Ալիևը վերջին ելույթում, որի դեպ Երևանում էր ինքը հերավարերը համեցել այդ ելույթին, ճակերտավոր, ասել այդ մարդկանց պատերազմի հանցագործներ հավանեց։ Ու եթե Եվրախորհրդանի նախագահ արժանապատվություն ունեցավ իրանց բանաձևը պաշտպանեց ռեպլիկի կարգով, այդ կնոջ ազգանունը մոռացել եմ։ Փաշինյանը օքեյ, thank you, այսինքն շնորհակալություն հայտնեց բանին։ Ես ասում եմ, մեր հասարակությունը մի հատ բան պետք է հասկանա։ Մենք չունենք իշխանություն կամ վարչապետ, մենք այս պահին ունենք Ալիևի երջանիկ վասալ, որը ասենք բանը, այդ Մոլդովայի տարբերությունը հենց այնպես չի ասում, եթե մոլդովական սցենարը Մոլդովային կարա դեպի Եվրոպա տանի, այնտեղ էլ հարց չի մի անգամից ասեմ, այդ տեսականորեն եմ ասում, որովհետև մեկնի Ռումինիային տիրություն անի, անկեղծ ասած, Եվրամիության համեմատելու չի, բայց համեմատելու չի, այնտեղ էգզիստենցիալ հարց չկա, ուրեմն հա, այնտեղ չկա այնտեղ այդ հարցը չկա, Կարա վատ ապրեն, լավ, դա ուրիշ դե այդ բա գիտեք ինչ կա, ամենայն դեպս ազգային ինքնություն չի վերանում, այնտեղ ուրիշ վտանգ կա, բայց թող գնան իրանց վտանգի մասին, իրանք մտածեն, որտեղ այնտեղ էլ կա Ռումինիայի միավորման կողմնակիցներ եւ կա դրան խիստ հակառակորեն իրանց հասարակությունն էլ է պարակված մի խոսքով, իրանք էլ ռումինների հետ են, չէ, էթնիկ ընդհանրության մեջ։ Մեր մոտ ես ուզում եմ հստակ ասեմ, բա արկելափակել են։ Ես տոննաներով ծաղիկա փչանում։ Հələ մի հատ իրիկունը գնացեք, որ այդ մարդկանց խեղճ վիճակը պատկերացնենք, էլի։ Մի հատ իրիկունը մեր հերոստատիտողներին խնդրում եմ կամ հորդորում եմ, կարող ինչ-որ մեկին էլ ծաղիկա նույնիսկ պետք, խորհուրդ եմ տալի Հրազդան մարզադաշտի հարևանությամբ կա ծաղիկների խանութ, օպտվի կետնա, ասենց ժողովրդական։ Մեծականակ։ Հələ մի հատ գնացեք, տեսեք, այսպես մեծ բուկետ վարդ կարելի է մի քանի հազար դրամով ընդամենը առնել։ Պատկերացրեք, այնքան նեղն են այդ մարդիկ, որ չեք պատկերացնի ինչ վիճակը։ Դրա համար ես ասում եմ։ Բայց տեսնում եք այս ժուլիկը ոնց է պատտասնում, գցումա, չգիտեմ, այս ընդդիմության գրպանը։ Տեսեք ինչ արեցին այս։ Այսինքն ասում են, հələ տեսեք ինչ որ միջև հիմա ժողովուրդը գիտակցում է, ինչ է սպառնում ամեն մեկին, ինչ է իրենք ասում են, որ Ալեն Սիմոնյանն ասե, Նիկոլ Փաշինյանն ասե, Արադ Միրզոյանը մի քիչ դիվանագիտորեն ասե, ասում են իբր մենք առանցքային եկընդդիմադիր ուժերով ենք լոբինգ անում, որ Մոսկվան էս անի, չէ՞։ Դուք եք հրավիրել Զելենսկուն։ Չէ, գիտեմ, ես էլ հարց եմ տալի, դուք եք հրավիրել, հա երևի։ Ասեք, եթե մենք Մոսկվայում տենց հարց լուծող ենք, ուրեմն թող Ռադը քաշի կառավարության շենք, ուրեմն նշանակում է մենք իշխանության ենք եկել։ Եթե մեր ասելով Ռուսաստանը պիտի լավ կամ վատ քաղաքական, դե գնա գաք թող լավ քաղաքականություն բարի։ Որտեվ քեզանից առաջ եղել է ամեն։ Հա, այսինքն հասկանում եք անհեթեթություն, ուրեմն Զելենսկուն ինքը կանչի, Մակրոնի հետ ինքը հակառուսական ստրիպտիզ բարի։ Չգիտեմ, այնտեղ եսի միջա։ Ալիևի հետ ինքն դեպի թքեր։ Ու օլի մենք ենք մեղավոր։ Այսինքն,
Այսինքն Ռուսաստանը իր շահերը չգիտի, սպասված տեղից իրան հուշեն իր շահերը։ Չէ, բայց դուք եք համոզել, որ ինքը հրավիրի այդ մարդը։ Դուք եք ասել։ Ընդհանրապես բլոգերներին վճարում, այդ լրատվամիջոցներին վճարում, հանրային հեռուստաընկերության պատվեր իջեցնում, Արամ Վազգեն Սարգսյանի քրոջն աթեի դա նույնիսկ ծիծաղալի է։ Հենց հիմա այս իրանց ֆեյքերը մտել են եւ մեզ անպատվում են, որ Կրեմլի գործականներ ասում են ընկեր հացը ջուրը սառնամանի քեզ ինչ ասպառում։ Այս գործակալի զրույցը որ տանում են, նախ գործակալը գրողներն են ու իրանց ֆավորիտ իշխանությունները։ Թուրքի գործակալը։ Բայց եթե ես կամ ինչ-որ մեկը նման խոսույթ գեներացնող ռուսական գործակալ ենք, իրանք էլ Ալիևի ու Էրդողանի տուզիկներն են։ Իրանք մեր ժողովուրդը մի հատ հասկանանք էլի, այսինքն բանն էլ է, Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանն էլ է ռուսական գործակալ, կամ որ բանը այն օրը մեզ ասում են Բելարուսամետ ընդդիմություն, չէ՞, չգիտեմ, դա էլ ինչ թազա։ Այսինքն վատաբար հարաբերություն կա։ Մի րոպե։ Իրանց սիրելի, պաշտելի ոտները լվում էին, ջուրը խմում էին երկոր։ Մակրոնը այն օրը զանգելա Լուկաշենկոին ժամերով հեռախոսազրույցի։ Ինչու՞ միայն Մակրոնը։ Թրամփի հետ ինչ հարաբերություն ունի Լուկաշենկոն։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ի վերջո արևմուտքում էլ կամաց գալիս են մտքին, որ Ռուսաստանի հետ էս լարվող։ Եվ Բելարուսի հետ պիտի լարվածությունը թույլատնեն։ Բա արա, հո դուք դեբիլ չեք։ Այսինքն ձեր պաշտելի Մակրոնին կարելի է Լուկաշենկոյի հետ հարաբերություն ունենա։ Կամ էլ տեսեք, ասում են Լուկաշենկոին չենք ներում, որովհետև ինքը Ալիևի հետ մտերիմ է։ Այսինքն դուք Ալիևի ոտները լիզում եք, բայց որ այն ինգերությունը անում նրան չեք ներում։ Դա նորմալ է։ Սրանց ֆանտաստիկ մտածողությունը էս բանը։ Բայց պարոն Ծառուկյանը դրա պատասխանը տվեց, ասես դու вообще Ալիևի ու Էրդողանի ուրեմն լրտեսնես ու բան։ Բա իհարկե։ Ուրեմն մի հատ օրակարգ թող ասեն, որ Ռուսաստանի կամ Բելարուսի ասելով մենք ներսում գեներացնենք։ Մի հատ օրակարգ։ Այսինքն երբ որ մարդը լավ հարաբերություններ ունենում, բայց ինչի չեն ասում, որ բանը Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ն Եվրոպայի ռեֆորմիստների կուսակցության անդամ են նաև ու երբ որ էլ Ղարաբաղը իրանք չէին կործանել, անդադ այդ Եվրոպատվի պատգամավորներին տանում էր Ստեփանակերտ Ծառուկյանը։ Կամ ինչի չեն ասում, որ Չինաստանի արաբական աշխարհի հետ էլ այդ մարդը կապեր ունի։ Այսինքն ինչ, հետո ով ասեց է որ արևմուտքում այս սրանց ասածները տես կիսում են բան։ Հələ մի լուրջ արել։ Իսկ կողմից էլ դուք մնացել եք իրանց ասելուն, կամ ինչ որ մեկը մնացել է։ Չէ, իհարկե, փառք Աստծո, ես կարդալ էլ գիտեմ, գրել էլ գիտեմ, արևմուտքում էլ։ Տեսեք, ինչ է ասել Արենը, նրանք պետք է ապրեն այնտեղ, ինչպես ՀՀ քաղաքացիներ, նրանք իրենց տանն են։ Կանցնի ժամանակ, կանցնեն խաղաղության հաջորդ փուլի եւ կգնանք կայցելենք պատմական վայրեր, խնդրում եմ ուշադրություն, եկեղեցիներ ինչպես ենք հիմա գնում Թուրքիայում ցեղասպանություն է եղել, 1.5 միլիոն հայեր են զոհվել, հիմա այնտեղ հազարավոր հայեր են ապրում, հայկական 1.5 միլիոն հայեր են զոհվել, ես չի ասում, որ այս 1.5 միլիոն հիմա պիտի մի 10-15 հազար 15 միլիոն դարձած է, դրա մասին չի խոսում, հիմա ասում այնտեղ հազարավոր հայեր են ապրում, հայկական եկեղեցի կա, քաղաքականության ես չեմ ուզում հակառակ երկրի փաստաբանել լինել, բայց պատմության ու քաղաքականության իսկ Ադրբեջանի համար ցավոտ չէ նրանց 30 տարի մտածել են, որ մենք օկուպացրել ենք։ Մի րոպե, պատմության եւ քաղաքականության դասական չիմացությունն է։ Այլ բառով ասած թե գիտություն։ Ես քաղաքական թեթև սոլիկի փաստարկներին իհարկե լուրջ չի պատասխանել, բայց այնուամենայնիվ ես մի երկու բան կասեմ։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է եղել, որը պետական ավտոնոմ կազմավորում է։ Կարգավիճակ։ Իսկ Արևմտյան Հայաստանում այդ չենք ունեցել մենք։ Լեռնային Ղարաբաղում մենք ունեցել ենք պետականություն։ Հա, ինչ-որ ցածր մակարդակ, բայց դա չի եղել ունիտար Ադրբեջանի մեջ, եղել է լղիմ, սուբյեկտությամբ, հայկականությամբ, ինքնավար, համեմատել այդ երկու բանը, Հայաստանի Հանրապետության քաղաքականության հետևանքով Արևմտյան Հայաստանը չի կործանվել։ Իսկ Արցախը կործանվել է Հայաստանի իշխանության քաղաքականության հետևանքով իրանց։ Հիմա համեմատ, այսինքն մենք բան անենք, խնդրենք թող Կալիֆոռնիայում մի հատ Արմենիա անունով քաղաք սարքենք, գնանք այնտեղ բարեկեցիկ ապրենք, Էշմիածին Երևան, գանք պատմական վայրերը
Այսինքն ի՞նչ լոգիկա է։ Կամ տանջվում ադրբեջանցիների համար։ Կամ էլ այդ ինչ նույնականացում ես դնում։ Այնտեղ մի հատ պետական գործի չես տեսե Ադրբեջանում որ այն մեկն էլ իր շեֆը ասում հայկական միշտ Հայաստանը ներկայիս չէ։ Դե եթե այդպես է թող նույնականացման ինչ որ հարց է բերում, բա ինչի չեն հաճում ասեն 1 միլիոն հայ վերադառնալու է Բաքու։ Լավ ուրիշ բան եմ ասում։ Ուրիշ բան եմ ասում։ Իրանց ասելով կոնֆլիկտի հետևանքները վերացել է, չէ՞։ Ով ասում։ Դալը Սիմոնյանն է։ Ուր են գերիները։ Հա գերիների բեր կոնֆլիկտի Արցախցիները որտեղ են։ Արցախցիները Կիրովաբադցիները այսինքն ինչ անը։ Ուրեմն ես օֆիցիալ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ասում եմ, ես որպես տուրիստ Արցախ չեմ կարող գնալ։ Ինչի իրենք կարող է գնալ։ Չէ, չեմ կարող գնամ, եթե նույնիսկ բաց են ասեմ որպես տուրիստ գնա։ Արցախը եղել է նույնքան իրական հայրենիք, ինչքան Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն, գիտեք, այդ խուցպա հասկացություն կա, տես մի հատ տերմին կա, խուցպա։ Դա տերմին է, եդիշերեն է։ Ինչից է առաջացել այս տերմինը։ Ուրեմն մեկը ծնողներին սպանում է, դատի ժամանակ վերջի խոսքում։ Այս դատապարտելը ծնողներին սպանող դատապարտելը ասում է խնդրում եմ իմ նկատմամբ ներողամիտ վարվել, որտեղ ես ծնողազուրկ եմ։ Այս խուսպան, այս երևույթը ճիշտ բնորոշ է իրանց։ Արցախը կործանել են, հիմա էլ ասում են գիտեք ընդ մեկ-մեկ մոմ վառելու կարակ գնաք։ Խուսպայի հոգեբանություն է սրանց մոտ։ Բայց սրանց լավ ինչ անուն տաս սրանց։ Այսինքն բասը կամ ասում են այսքան դպրոց ենք սարք, այսքան ճանապարհ ենք ասում, բա քանի կիլոմետր ճանապարհ եք հանձնել, քանի ճանապարհ չեն կառուցել իրենք ասֆալտի եւ ճանապարհի մեջ մեզ նախ հիմա իհարկե իրանք ոչ մի ենթակառուցված իրանք ոչ մի ենթակառուցված չեն ստեղծել, ոչ մի 8 միլիարդը ուր է 8 միլիարդ հա իմիջալոց այդ 8 միլիարդից այն օրը խոսում էր ասում էր մենք տրիլիոնների ու միլիարդների եկամուտ կունենանք գազ թանկը մեր աշխին չի երևա Փաշինյանն է ասում այդ մի քանի օր առաջ բայց այսօր չի հետ ուրեմն 8 միլիարդով պետական պարկ հավելացրել է հələ ցինիզմը տեսեք Անիֆի փողերը չգիտենք ինչ ա եղել Հայաստան համայնքական հիմնադրամ դե ուզում եք հիմա բան ասել ուրեմն լսեք պարքեվավճարները հա հիմա էլ մի հատ թազա սուտ են տարածում ուրեմն պետական բոլոր ծառայողներին ասում են մեր ժամանակ դուք պարքեվավճարներ եք ստանում այ որ փոխվի իշխանությունը կգան դուք կմնաք ձեր 4 ցամաք աշխատավարձի չի օգնելու իրենց ես ուզում եմ մի հատ մեր պետական ծառայողներին բոլորին մի բան ասեմ Ուրեմն մենք պարքեվավճարի բարձր աշխատավարձի դեմ բան չունենք, բայց իրենք ձեզ խափում են, ձեզ գրոշներ են գցում, մի հատ փոքր խմբակ միլիոններ է ստանում պարքեվավճար, մենք պարքեվավճար չենք վերացնելու, ուղղակի երբ որ իշխանություն փոխվի, դառնելու է օրենքով, որ վերից վար հավասար տարածվի, 1, երկրորդը լինելու է ոչ թե քաղաքական հավատարմության սկզբունքով, այլ մասնագիտական հատկանիշի եւ պետական ծառայողներ քաղաքական պատվերից ազատված ալնելու։ Իմ չգիտեմ։ Նաեւ ասեք թոշակառուների հետ կապված ինչ է պատրաստվում անել եւ առողջապահական ռեֆորմները շատ իմիջիայլին ծրագիր Ուրեմն թոշակների հետ կապված սպառողական զամբյուղի հետ ներդաշնակ ենք անելու եւ ինֆլյացիայի տեմպի, այսինքն ինդեքս ասա։ Ոչ թե 10000 դրամ 2 ամիս 10։ Դա ընտրակաշարքի չափն է, լավ են այն նախքին 10000-ները հիշել է, էլի։ Բայց այդ չափով էլ արել է։ Մեկ անգամյա, երկու անգամյա 10։ Բա, իհարկե։ Հիմա տեսեք, այդ մեկ խոստացել է նոր գնաճինք իմիջիայլոց։ Ասեց որ լինելու է։ Ասեմ ինչի ալնելու։ Ես մեր թոշակառուների դեմ չեմ խոսում, իրանք 100,000 ավելի ստանալու են արժանի, հարցը այդ չի։ Ասեմ ինչ է արնելու։ Երբ որ դու նախընտրական նպատակով ես կենսաթոշակ բարձրացնում, կամ նախընտրական նպատակով ես առողջապահության համակարգը ներդնում։ Բյուջեում այդ ծախսերը հաշվարկված չեն։ Չլներ ընտրությունները այս երկու բանը չէ։ Բայց ինֆլյացիա ալնելու, բայց եթե այդ գումարը պետական ծախսով չի երևում,
Պետք է ավել փող տպվի կամ պետք է էլի պարկի չափ ավելացվի։ Չէ, նաև մյուս սուտը հիմա տվել է այդտեղ ինֆլյացիայի բուն է ստեղծել եւ ապագայում է, եթե չկա բյուջեում, ուրեմն չեք ստանալու։ Չեք ստանալու, այդ գիտություն ձեզ դա չի լինելու։ Էլի դիմության վրա է։ Մենակ մի բանն է, շատ པարզ է ծրագրով, որ ասո քո քահան եմ անելու հայ առաքելական եկեղեցին։ Այդ մեկը կոնկրետ։ Մեկ էլ խլելու։ Ամեն օր էս մարդը զարթում է։ Բա իրանց եղածով է խլելու։ Իրանցը ինձ թվում է իրանք խլելով որ բրծնեն այդ իրանց համար պիտի բան երանություն։ Ես էլի եմ կրկնում։ Ուզում եմ վիրավորվեն ուզ։ Մեր երրորդ հանրապետության պատմության մեջ իրանց համարժեք գործողություն արել է միայն Նայիրի Հունանյանը իր ոչրագործ խմբի հետ։ Գտեք մի հատ ուրիշ քաղաքական ուժ։ Անդուք դրա համար եք ասում, որ այդ խցում միայն Նիկոլի համար է։ Ով է Ողնաշարի պետության։ Պիտի մնան, թե ես չի որտե ուզում են մնան։ Լսեցիր Մարիամ։ Բանը ով է ավելի այդ երկու սրանց արածը մեկ էլ այդ ոչրագործների արածն է, չէ՞ պետության Ողնաշարին այդքան ուժեղ հարված տվել։ Էլ եփա մեր պետությունը տես, հա, այդ դժվարին բաներ շատ ա եղել։ Ամենայն դեպս մեծ ողբերգություն էր հայ ժողովրդին, բայց մենք կարողացանք դիմադրել, բայց այստեղ ուղակի տվել է երկիրը։ Շատ մեծ է տարբերությունը, որովհետև հիմա տեսեք, որովհետև սա ուղիղ երկրի ադրբեջանիզացիա է իրականացնում։ Հայաստանի չգոյություն։ Հա, դա նույնն է, էլի։ Ադրբեջանիզացիան Հայաստանի չգոյությունն է։ Պարոն Նահապետյանը ներկայացրեց ուրեմն հարցումների արդյունքը 8-ից 10%-ով միասնական ընդդիմություն, այսինքն 7-րդ եւ 17-րդ, հա, տեղերը վրցակցության մեջ մտած այդ ուժերը, Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինք գերազանցում են Նիկոլին, դրանով է պայմանավորված իր հիստերիկ քայլերը Նիկոլին։ Ես մի բան ասեմ, երեք մի հատ լոկալ փոքր տեղ հանրայինի բանավեճում բացահայտվեց, որ եթե այս երեք ուժերը կոնսոլիդացված են լինում, իրանց ծանր հերետանին Վահագն Ալեքսանյանը ինչ ողորմելի վիճակում է հայտնվում։ Ես մի հատ ուրիշ բան ասեմ, ես կարծում եմ, որ ձեր երեք ուժերից ամեն մեկը դել առանձին։ Հա, բայց այդ վիճակի մեջ կլինեն, բայց եթե միասնական ու հավաքական այո։ Եվ այլն, հիմա տեսեք։ Պարոն Նահապետյանի կարծիքը ես լրիվ ճիշտ եւ արժանահավատ եմ համարում, որովհետեւ բոլոր լուրջ հարցումները այդ գելապի ցույց են տալիս Նիկոլը պարտվում է ընդդիմության ձայները գերազանցում, հա Նիկոլի ձայներին։ Դրա համար իրանք հիմա ինչ են անում։ Դա էս խոստացա դրա մասին խոսալ։ Հարամություն 1, հարամություն 2։ Հարամություն 1 որոշել են, մտմտում են Դանիել Իոաննեսյանը ուրբաթորը եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազություն հացագործության մասին հաղորդում է։ Չէ, նա հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, իբր Ռուսաստանի Դաշնության Վարսաշճան պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ իշխանության յուրացում են Հայաստանում։ Այդ Թրամփի հայտարարությունը նաև նկատի ուներ։ Հիմա տեսեք, իրանք մտմտում են հիմա երեք ուժերից մեկին դուրս թողնելու սցենար։ Հիմա մտածում են ոնց անեն, ընդ որում դա պլանավորել են անել 4-ից 5 ամսի։ Հիմա ես մյուս երկու գործընկերների մասին կոռեկտ չեմ համարում խոսալ, որպես ֆիլտրվող, էլի։ Մեր մասով կարամ մի բան ասեմ։ Այն օրը պարոն Ծառուկյանը խորհրդակցություն էր անցկացնում, հրապարակային էինք անում, նույն բանը դեռ եմ ասել։ Մենք ունենք պլան B, ուրեմն, քանի որ մեր ընտրազանգվածը ամենաշատն է կախված խարիզմատիկ լիդերի գործոնից, մի կոչով առաջնորդվող ընտրազանգված է, ավելի կոպիտ ասած, ու շատ էներգետիկայով լեցուն ու մոտիվացված։ Ուրեմն, եթե մեզ ֆիլտրեն, մի կոչով մեր ընտրազանգված են երկու ազդեցիկ ուժերից մեկի դիրքում կոնորոշվելու, այսինքն չեն ստանալու արդյունք, բայց ստանալու են ավելի կոշտ իշխանականություն։ Հիմա, եթե հարամություն 2-ը անեն, ֆիլտրեն 2-ին, այտենց բանել են մտածում, այդ ժամանակ մոլդովական սցենարին կպատասխանենք հայկական հեղափոխությամբ։
Այսինքն ցանկացած պարագայում թող իրանք Մարիամ։ հույս չունենան, որ դե մեկին կանենք խաղից ընտրողները կխռովեն կգնան տուն։ Չի լինելու դες բան։ Իրանք այդ հույսով էլ ամբողջ ընտրարշավը սենց սարքեցին, այս նույն խորհրդատուները Փաշինյան Նիկոլին մի հատ փուրը տվել են արդեն այս քարոզարշավում, երբ որ երրորդ օրը խորհուրդ տվեցին, որ իրեկից միավորի մի զամբյուղի մեջ անուններս էլ դնի պատերազմի երագլուխ կուսակցություն։ Պատերազմի ուժը դրես Երանն այդպես։ Ահա, իրանք ինքը դրեց։ Երեք պատերազմ բերողը ձեզ ասաց։ Հա։ Չէ, մահվան կուսակցություն են իրանք։ Եվ պատերազմի եւ մահվան կուսակցություն են։ Քարագլուխ։ Հիմա իրանք դաժե դասական սոցիոլոգիա չգիտեն։ Չգիտեն, որ եթե իրանց վարկանիշը գահավիժում է, իրանք թիրախավորում են երեք ուժի, հասարակության չկողմնորոշված զանգվածին ուղարկում են այդ երեք ուժի մոտ։ Արդյունքում էս իրանց ճակատագրական սխալի պատճառով 3 էլեկտորալ բաներն էլ ուժեղացավ։ Այսինքն Նիկոլ ուզի հեռանալու է։ Հիմա ես բան չեմ ասում։ Երեք Ռոբերտ Քոչյանն ու իր կողմնակիցներն են հանրավակարել, վաղը Սամվել Կարապետյանը։ Դուք եք կարել Վանաձորում շատ հզոր։ Չէ, Վանաձորում շատ հզոր հարավակեր։ Աբովյանում Վանաձորում Մերձևովը շատ ուժեղ հարավակեր։ ՔՊ-ն ինքնաբուխ առանց վարչական ռեսուրսի թոփորձի մեզանից մեկի հանրավակի կեսի չափով մարդ հավաքի։ Մեզանից կեսի ասում եմ, պարզա չէ որ մեր մոտ վարչական ռեսուրս։ Այսինքն միայն Նիկոլենք, հա, այդպես լինեն։ Հա, տեսնենք օրինակ 3000-ավոր մարդիկ էին հավաքված Ազատության հրապարակում։ Հիշում եք, չէ, վերջին միտինգը ինքը երբ է փորձել։ Դուք ներկա եք, թե ուղղակի հետևել։ Չէ, ես հետևել եմ։ Բայց վերջին միտինգը գիտեք երբ է Նիկոլը արել։ Երբ։ Խայտարակ ֆիասկո եղավ։ Միջև երթով հասան Երևանի քաղաքապետարան մարդ չէր մնացել։ Քաղաքապետի ընտրության ժամանակ, ճիշտ է։ Այո։ Դրանից հետո ինքը չի փորձել Երևանում որևէ զանգվածային միջոցառում կազմակերպել, որովհետև այսինքն համերգի մասկայտակար է, տարբեր էլի, բայց ոչ միտինգ։ Իմիջիալուց հիշում եք, այդ մեկ էլ 2023-ին էին։ Կամ կարող է առերեսվել այսպիսի մի բանի, գետինը մտնես ստոր Փաշինյանի համար սև սիրտ բերած զոհվածի մորը թույլ չտվեցին մոտակամ կարողանես այսպիսի մի բանի, շատ բան տեսարանը չեմ ուզում։ Ես էլ չեմ ուզում, նույնիսկ Նյուզեյմի կադրերն են, ես խնդրեցի մեզ մոտել։ Նույնիսկ փախչումա, թույլ չեն տալիս որ մոտենա, փախչումա։ Այսօր էլ պայթեցրել են բլոգերի մեքենան, 3 հարձակվել են Նաիրի Հովիկյանի տան վրա։ Ես ինչ է անում։ Դե որ այտենց վստահ ես, 60 քանի տոկոս ունես, չգիտեմ ինչ ունես։ Ինչ ես դե խոսի։ 66։ Ինչ է կոսում։ 66%։ Ինչ է կոսում, ինչ է։ Հետո բան է կարելու։ Այդ բանը պատկերացրեք։ Այդ հարցումները ԿՊ գրասենյակում են արի, այսինքն ունել 1/3-ին չի տալի։ Վստահաբար էլի, որովհետև հիմա եթե մեկին դուրս գաս Երևան, այս Շարենցի փողոցի վրա մեկին դուրս գանք ասենք Նիկոլ Փաշինյանը 65% ունի, կասի ախպեր, այս ինչ համարի տրանսպորտն է այդում գժանոց։ Կենթանի կողմնակից Երևանում Նիկոլ Փաշինյանի դժվար է գտնել։ Հա, մի հատ իշոր մեդիագրագիտության հետ կապված խնդիր մեդիագրագիտության հետ խնդիր ունեցող մի հատ փոքր խավ կա, այդ դե հիմա գիտեք բոլոր երկրներում էլ կան։ Շարունակում է, այո, տեսեք։ Հա? Իսկ մեզ ինչ են ներկայացնում։ Գիտեք, այս դեպքերից հետո Ասնա դու մենակ ուրախանում լափում ու սոնսը։ Իմ արմանը լավ այսքան դժբախտություն, այսքան ցավ, ողբերգություն, լավ հանգիստ թողը ժողովրդին։ տարավ հաստրեց Ջաբրայելի երեխեքին, չի տարար, այդ Ջաբրայել Ադրբեջաները չի տարար։ Ճիշտ ասում, եթե ասում Արցախ Ադրբեջան, հա։ Իմ տունը քանդեցին, այ ոչու փուչայ թուրք։ Այ թուրքի հպատակ։ Ես ինչ արեցին։ Անորում չեք նկատել Բերան են Նույն բանը անում։ Երևի ամեն տարածքում սենց մարդիկ կան, հնարավոր չի։ Ճիշտ ասում, ամբողջ երկրում դες մարդիկ կան։ Վախենում են, լռեցնում են, սպառնում են։
Ինչևէ, ամսի 8-ին միջև այդ մենք դեռ պարոն Սուրենյանցի հետ Ուրբաթ օրը կհանդիպենք ուրբաթ երևի։ օրը, 5 շաբթի ուրբաթ, երբ հարմար կլինի։ Եվ որպեսի ամփոփենք, գնացեք ընտրության, ես մի հատ Ինձ կոչ եմ անում։ վախենալու եւ Այդ ձեր ասած ոչի- թիվը, պարոն Նահապետյանի, ես Այո։ եմ տեղյակ այդ վերլուծություններին։ Ուրեմն նույնիսկ 15% կարող են գերազանցել, եթե 1.350.000 ընտրող։ գնալ ընտրությունների, մերժել Ուրեմն ես Ալիևի ինչն էր, հիմա Ալիևի Արևի Երջանիկ Վասալ։ Երջանիկ Վասալների ինչն էր Ալիևի վերջնարաշվում։ Դա տուզիկ կարալի համ Երջանիկ Վասալը լինի, համ Մուսապարկը լինի, Պատրիոշկի սկզբունքը։ Բարի վայելու։ Հիմա տեսեք, ես 7-րդ համարի տակ եմ Բարգավաճ Հայաստանի։ Բնականաբար ցանկանում եմ, որ մենք շատ ձայն ունենք, բայց փոփոխություն ունեցող մեր քաղաքացիներին կոչ եմ անում։ Իհարկե ես կոչ եմ անում 7-ին ձայն տալ, բայց եթե ինչ-որ պատճառներով թիվ 7-ին չեն ուզենա, կարող են 3-ին, 17-ին քվեարկել, այսինքն ես կոչ եմ անում անպայման մասնակցել ընտրությունների եւ քվեարկել իրական ընդդիմության ուժերից մեկին։ Իրական ընդդիմադիրները 3-ից 4 կուսակցություն են, ամենայն հարգանքով մյուսների անդր։ Փոշիացնել Ահա, ձայները։ մենակ խոսույթով պարտադիր չի էլ ընդդիմադիրները, նաեւ բան փոխելու պոտենցիալ դի ունենան։ Դրա համար էի ասում, փոքր կուսակցություններին մեր տիպի կողմնորոշվեք, դիրքավորվեք մեծ բևեռներից մեկում։ Շնորհակալություն։ Ստեսություն։